Բարև ձեզ, Վեկտորի այսօրվա հյուրը բլոգեր պոդքասթեր Զարա Տոնիկյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ մեր ռադիոյին հրավիրվելու համար։ Սկսենք հարցերը, ինչպես սկսվեց ձեր լրագրողական ուղին եւ երբ հասկացաք, որ ձեզ հետաքրքրում է մեդիան։ Իրականում երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետ, արդեն իսկ պատկերացում ունեի մեդիայի ոլորտում եմ ուզում աշխատեմ, խոսքը ռադիոյի մասին է, սակայն 3-4 կուրսերում էր, որ մի փոքր հիասթափվել էի, ուզում էի ոլորտս փոխել եւ այլն, բայց համալսարանը ավարտելուց հենց մի քանի շաբաթ անց Հանրային ռադիոյի երկրորդ ալիքը իմ ռադիոն հայտարարեց քասթինգ ոդքասթերների համար, եկա սկսեցի զբաղվել ծանոթացել շփվեցի շատ մոտիվացնող մեդիայում արդեն իսկ հաստատուն քայլեր կատարած մարդկանց հետ, ովքեր ինձ մղեցին, որ անեմ այն, ինչ որ իմ մտքում էր, եւ արդեն 3 տարուց ավելի է ռադիոյում եմ, ապրում եմ ռադիոյով, ստեղծագործում եմ իմ սիրելի պոդքասթներ եմ վարում։ Իսկ ասացիք, որ հիասթափություններ եք ունեցել, հիասթափությունը մասնագիտությունից էր, թե մասնագիտական ինչ-որ ոլորտից։ Ես քանի որ մինչ ռադիոն գալը տարբեր ոլորտներում, տպագիր մեդիայում, հեռուստատեսությունում մի քիչ դες փորձ ունեցել էի, այնքան էլ ժամանակակից խոսքով ասած չի վայբել, հենց այնքան էլ ինձ լիարժեք չի զգում, իսկ ռադիոյում զգացի այն ամենը, ինչը որ ուզում էի զգալ, այդ ստեղծագործական լայն տարածությունը, երբ դու ուղղակի միայն ձայնի միջոցով կարող ես մարդկանց ավելի շատ բաներ փոխանցել, քան, չգիտեմ, պատկերի եւ այլն միջոցով։ Ձեր հաղորդման անունը երկխոսություն, ինչպես որոշեցիք այդ հաղորդումը ստեղծել, որն էր մոտիվացիան, ու նաև գիտեմ, որ ձեր օրագրերը երգչուհի Զարա Տոնիկյանն է, արդյոք նա ուներ այդ մոտիվացիան, որ դուք հենց երաժշտության մասին ինչ-որ պոդքասթ ունենայիք։ Իրականում ես կյանքի տարբեր ոլորտներում բախվել եմ մի կետի, որ պետքա երաժշտությունը իմ կյանքում շատանա, օրինակ համալսարան ավարտելուց հետո մագիստրատուրա եմ երբ սովորել եմ սոցիոլոգիայի ֆակուլտետում, այնտեղ եւս երաժշտության մասին էր իմ գիտական հետազոտությունը։ Երբ եկա ռադիո, ես շատ հստակ պատկերացումներ ունեի, ինչ եմ ուզում անել, բժշկական հաղորդում եմ ուզում անել, բոդի պոզիտիվի եւ այլ դες ինչ-որ մտքեր ունեի եւ շատ լավ հիշում եմ, այս պատմությունը մի անգամ եմ պատմել, որ մեր Սևակա Հակոբյան, գործընկերներիցս ասաց, «Բախի երաժշտության մասին ոդքասթ չես անում, ախր այդ անունը ունես դու»։ Ես ասացի, չէ, կաստինգը ավարտվելուց հետո ես արդեն հստակ գիտեի ես ինչ եմ ուզում անել, իհարկե ոդքասթը քանի որ 3 տարի է շարունակվում է, տարբեր ֆորմատներ ա ունեցել եւ նախնականը դες ավելի ֆան, երիտասարդական, հետո նոր ավելի խորացան երաժշտությունը մարդկանց բացատրելու, ավելի մոտ բերելու։ Վերաբերյալ ես սիրում եմ երաժշտությունը ու այնքան շատ եմ սիրում, որ ուզում եմ նաև այդ երաժշտությունը փոխանցել մարդկանց ու այդ պոդքասթ անելը դրա միտումն էր սկզբում, հետո նաև սիրելի երաժիշտների հետ ծանոթանալ, շփվել։ Իսկ տատիկի ազդեցությունը բնականաբար կար, որովհետև կյանքի տարբեր փուլերում ես երազել եմ, չգիտեմ, փորձել եմ ինչ-որ ձևով մոտ գնալ երաժշտությանը, չի ստացվել եւ նրա մահվանից հետո ինձ ավելի շատ իմ մոտ այդ ցանկությունը մեծացավ, որ ավելի շատ պատմեմ երաժշտության մասին, ավելի շատ պատմեմ իրեն ժամանակաշրջանի եւ իր մասին։ Հաղորդման ընթացքում ներկայացնում եք երկերի ինչ-որ ստեղծման պատմությունները, որտեղից է հիմքերը եկել եւ այլն։ Ինչի համար է ձեզ կարեւոր, որ մարդիկ ոչ միայն լսեն այդ երաժշտությունը ու նաեւ որակով երաժշտությունը, այլ իմանան հենց այդ պատմությունը, որտեղից է եկել։ Նախ նորից նշեմ, որ հաղորդումը տարբեր ֆորմատներ է ունեցել, շուտով 4-րդ եթերաշրջանն է սկսվելու, որովհետև չենք ուզում մարդկանց հոգնեցնել, այնց տարբեր ձևաչափերով ենք ներկայացնում։ Երկերի պատմությունները իրականում սոսկայի պատճառով, որ ավելի տեղեկացված լինեն, օրինակ, երբ մենք խոսում ենք Դոնիկյար երգի մասին, իմանան այդ Դոնիկը ով է, ինչ տարածք է, շատ օրինակ երբ խոսենք ֆոլք երգերի մասին, մարդիկ լսում են ֆոլք երգը, չեն հասկանում ինչի մասին է, հա, օրինակ կրկներքը տպավորվեց, բայց չեն հասկանում ինչի մասին է, որտեղից է գալիս եւ այլն, եւ բաց դրանից արդեն մեր 3-րդ եթերաշրջանում մի քիչ էլ ստեղծագործական ուղիների մասին ենք նաև խոսում, օրինակ գալիս են պրոդյուսերներ, երկերի խոսքերի հեղինակներ եւ իմ համար շատ կարեւոր է նաև այդ բլոգը ներկայացնել, որովհետեւ մանավանդ ժամանակակից օրերում այնպես չի, որ շատ մենք հստակ գիտենք, օրինակ երկերի խոսքերի հեղինակը որն է, որովհետեւ օրինակ տիտրերում չի գրվում, բայց իմ համար երգը ոչ միայն երաժշտություն կամ բացապես երգը, այլ նաև խոսք է, որը փոխանցվում է մեզ, օրինակ նաև դա ենք փորձում ներկայացնել։ Ռադիոն ու բլոգը բավականին տարբեր սֆերաներ են, այսպես ասած։ Ոնց սկսեցիք ձեր բլոգը
ու արդյոք բլոգի մեջ ես ազատ եք զգում ու որն է ավելի հեշտ ռադիոն թե բլոգը։ Իրականում շատ անկեղծ որ ասեմ, իմ համար փոխկապակցված է, որովհետև եթե նայեք օրինակ իմ պատմողական հոլովակները, հիմնականում մեր ռադիոյի հետ մենք քոլաբ ենք անում, որովհետև իմ համար կարևոր է նաև մեր ռադիոյին հետևող մարդկանց հասցնել այս ամենը։ Բլոգը սկսելուց նպատակը եղել է մեկը, որի ոդքասթը ավելի շատ լսեն, չգիտեմ, թեկուզ ինչ ճանաչելով, կամ չգիտեմ, եթե մարդիկ տեսնում են ես երաժշտության մասին խոսում եմ, գնան նաև իմ ոդքասթը լսեն։ Մոտիվացիաս եղել է ի սկզբանե միայն դա։ Հետագայում արդեն քանի որ ես շփվում էի մարդկանց հետ, ովքեր ինձ լավ պատմություններ էին պատմում, հետաքրքիր ինչ-որ ինֆորմացիաներ են տալիս, ասեցի ինչու՞ ոչ չպատմենք մասնավորապես հայկական երաժշտության եւ հայ ստեղծագործողների մասին։ Ես փորձում եմ բլոգում եւ հին երգերին անդրադառնալ եւ նոր երգերին, նոր արտիստներին։ Բլոգի հիմքում իհարկե ավելի հինն է, որովհետեւ նոր արտիստները գալիս են ռադիո, բայց փորձում ենք երկուսն էլ ներկայացնել։ Հեշտ ու դժվարի բան առանձնապես չկա, ուղղակի բլոգը ավելի շատ ազատություն ունի, իհարկե չեմ ուզում տպավորություն ստեղծի, որ ռադիոն ազատություն չունի, ուղղակի բլոգի միջոցով դու ավելի շատ մեծ մասսայի ես կարողանում հասնել։ Եվ ուզում եմ նաև պրոպագանդեմ, որ ինչ որ դուք լսում եք իմ բլոգում, կարող եք նաև օրինակ ոդքասթները լսել, որովհետև ոդքասթներում ավելի լայն թեմաներ են քննարկում։ Երաժշտությունը երգերը ընտրում եք ըստ ձեր նախասիրությունների, թե ըստ օրինակ Հայաստանում տարածվածության հետ երգերի։ Բլոգում Եվ բլոգում եւ իրականում եթե խոսենք ոդքասթի մասին, ոդքասթում ընտրում եմ ըստ իմ նախասիրությունների մեծամասն, չէ աշխատում եմ նաև բազմակարծություն, բազմազանություն ապահովել, բայց օրինակ եթե ես շատ ուսումնասիրում եմ եւ ներկայացնում եմ այդ underground ընդհատակի երաժշտությունը նաև, այդտեղ ոնց որ դա իմ ճաշակն է, այսինքն եթե ես օրինակ չիմանամ SSS խմբերի տեղը, չլսեմ իրենց, վստահաբար չեմ կարողանա հյուր կանչել, ավելի շատ իմ նախասիրությունն է, ես բլոգի մեջ ավելի Էլի իմ նախասիրությունն է, բայց օրինակ պատմողականները ավելի շատ վերաբերում են այն ամենին, ինչի մասին որ կան պատմություն։ Գուցե այդ երգի իմ ամենօրյա փլեյլիստի մաս չկազմի, բայց ինքը ունենա շատ հետաքրքիր հավես պատմություն, ու ես դա ներկայացնեմ։ Բլոգը երբ նոր եք սկսում, ինչ դժվարությունների եք բախվել։ Դժվարությունը ուղղակի սկսելն էր, որովհետև իդեաները շատ էին գալիս, տարբեր փորձեր կատարել եմ մինչև այս ոնց հիմնային սկիզբը, մի քանի անգամ, չգիտեմ, ռադիոյի էջի համար ինչ-որ բաներ եմ պատրաստել եւ այլն։ Դժվարը այդ հիմնովին սկսելն էր, օրինակ ես սկսեցի այդ հայերենում ինչ եք ասում շարքով, որ ինձ շատ օգնեց, որովհետև ես հնարավորություն ունեի ընդհանրապես մի քանի բան ասելով, ուղղակի փլեյլիստը ներկայացնել ու ինքը բավականին հետաքրքիր տարածեց ինձ դուրս էլի գալիս դες արդեն դուրս է գալիս ինչ-որ մարդիկ ինձ արտահայտության հետ էին ասոցացնում, ավելի շատ միայն սկսելն է, որ սկսում ես արդեն ոնց որ դու գիտես որ այնտեղ քեզ սպասող մարդիկ ունես, ուզում ես ինչ-որ բան անես էլի արդեն իրաց համար։ Ինչ նպատակներ ունեք եւ բլոգի համար եւ ոդքասթի համար, նոր մտքեր։ Ոդքասթի համար, ինչպես նշեցի, դες պատրաստում ենք նոր եթերաշրջանի, նոր ֆորմատով, որովհետև մի քիչ ձևաչափային փոփոխությունները երբեք չեն խանգարում։ Ոդքասթի մասով դա, այս բլոգի մասով, չգիտեմ, երբեք սա հրապարակելու, հիմա այս վիդեոներից մեկը viral է գնացել եւ ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ երբ հասնեմ 5000 following, պետք է այս նոր հեռախոս առնեմ, դա ստիմուլ է։ Հիմա առնվազն որպես նեղ նպատակ դա է հասնել եւ գնել նոր հեռախոսի, հետագայի համար ուղղակի շարունակել, աճեցնել, սրանը բնականաբար մեծացնել ու հատկապես այնպես անել, որ մարդկանց հետաքրքրի հայկական երաժշտությունը, ֆոլք երաժշտությունը, մեր այն պատմությունները, որոնք օրինակ գրքերում են պարզապես մնացել եւ մենք դրանց մասին չենք խոսում, նույն օրինակ COVID-10-ից այնօր մեկնաբանություններ գրել, որ չգիտեմ 10-15 երգ է հայտնի, բայց ինչ քանակի երգեր կան, որոնց մասին մենք ուղղակի չգիտենք, որովհետեւ գրքերի մեջ են փորձում, ոնց որ դրանք ավելի շատ ներկայացնել, իմ համար ոնց որ որպես մեծ նպատակ այն անել այնպես անել, որ մարդկանց դա էլ ավելի շատ հետաքրքրի։ Մենք ձեզ ձեր բլոգում, ոդքասթում մաղթում ենք բազմաթիվ հաջողություններ։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրը ոդքասթեր բլոգեր Զարա Տոնիկյանն էր։